4 կենդանակերպի նշանների համար 2026 թվականի ապրիլի 1-ի վարդագույն լուսնի լիալուսնից հետո սկսվում է հաջողության շարք։ 2026 թվականի ապրիլի 1-ի վարդագույն լուսնի լիալուսինը ավելին է, քան պարզապես օրացույցի մեկ այլ գեղեցիկ լուսնային պահ։ Աստղագիտական առումով սա ապրիլյան լիալուսինն է, որը ավանդաբար կոչվում է վարդագույն լուսին, անուն, որը ծագում է ոչ թե լուսնի վարդագույն դառնալուց, այլ գարնանային վարդագույն ֆլոքս ծաղիկներից։ Աստղագիտական առումով այս լուսնային շրջանը գագաթնակետին է հասնում կշերքում, խոյի նշանի արևի հակառակ կողմում, եւ անմիջապես առաջին պլան է մղում հավասարակշռությունը, հարաբերությունները, ինքնահարգանքը, ժամանակի զգացումը եւ սեփական զգացմունքների հանդեպ ազնվությունը։ Լիալուսինները բերում են ավարտունություն, բացահայտում եւ ազատագրում։ Դրանք բացահայտում են, թե ինչն է հասունացել, ինչն այլևս չի կարելի անտեսել եւ ինչն այժմ պետք է ավելի հստակ երևա։ Այս դեպքում լույսը ընկնում է ինքն իր եւ ուրիշների, անկախության եւ փոխզիջման, անձնական կամքի եւ ընդհանուր ներդաշնակության միջև ընկած առանցքի վրա։ Ահա թե ինչու այս լուսնին հաջորդող օրերը ոչ պակաս կարևոր են, քան գիշերն ինքը։ Ապրիլը արագորեն անցնում է ըմբռնումից գործողության։ Մարսը մտնում է խոյի նշան ապրիլի 9-ին։ Մերկուրին մտնում է խոյի նշան ապրիլի 14-ին, իսկ խոյի նորալուսինը գալիս է ապրիլի 17-ին, ստեղծելով շարժման երկրորդ ալիք կշերքի լուսնային օրվա հուզական պարզությունից հետո։ Այլ կերպ ասած, ամիսը չի հիմնված մեկ հասկացողության վրա, այն կարիք ունի շարժման, այն կարիք ունի որոշումների, այն կարիք ունի կյանքի ավելի առողջ գլխի սկսելու համար։ Կենդանակերպի 4 նշանների համար այս հաջորդականությունը զգացվում է որպես իսկապես պայծառ շարքի սկզբունք, որը կառուցված է ոչ թե ֆանտազիայի, այլ ճշմարտության, թեթևացման եւ ուղղության ավելի հստակ զգացողության վրա։ Ինչու է այս լուսինը զգացվում որպես շրջադարձային կետ։ Կշերքի լիալուսինը միշտ դժվար, բայց անհրաժեշտ հարցեր է տալիս, որտեղ եք չափազանց շատ փորձել պահպանել հավասարակշռությունը ամեն գնով։ Որտեղ եք հանդուրժել հուզական անհավասարակշռությունը պարզապես այն պատճառով, որ աշխարհը թվում էր ավելի պարզ, քան անկեղծությունը։ Որտեղ եք ձեր կյանքը այնքան համառորեն քաշել մեկ ուղղությամբ, որ մյուս կեսը սկսել է սովամահ լինել։ Խոյը խոսում է իր մասին, կշերքը խոսում է մեզանից։ Երբ այս երկու նշանները հակադրվում են միմյանց, ինչ-որ բան պետք է վերագործարկվի։ Այս լիալուսինը տեղի է ունենում կշերքի 12 աստիճանում եւ 21 րոպեում, եւ այն առավել ուժեղ կզգացվի նրանց կողմից, ովքեր կարևոր դիրք ունեն կարդինալ նշաններում, հատկապես միջին աստիճաններում։ Սա նշանակում է, որ այստեղ էներգիան կենտրոնացված է, նկատելի եւ շատ անձնական։ Ամենից հաճախ այն գալիս է մի գիտակցման հետ, որը գրեթե անմիջապես փոխում է ներքին մթնոլորտը։ Բայց այստեղ նաեւ հույս կա, բացահայտումը պատիժ չէ։ Երբեմն ուրախության շարք է սկսվում այն պահին, երբ խառնաշփոթն ավարտվում է։ Երբեմն խաղաղությունը սկսվում է, երբ ձևականությունն ավարտվում է։ Երբեմն օրհնությունն այն չէ, որ ամեն ինչ հանգարցակի հեշտանում է մեկ գիշերվա ընթացքում, այլ այն, որ սիրտը վերջապես հասկանում է, թե ինչն այլևս չի կարող կրել։ Կշերքի մեջ գտնված այս լուսինը նպաստում է հավասարակշռությանը, արդարությանը, գեղեցկությանը, փոխադարձությանը եւ զգացմունքների համաչափությանը։ Այն բացահայտում է աղավողումները, որպեսզի ավելի նրբագահ ռիթմը կարողանա զբաղեցնել դրանց տեղը։ Եվ ապա ապրիլյան խոյի էնարքիան կարծես ասում է. Հիմա, երբ դուք տեսել եք ճշմարտությունը, ինչ-որ բան արեք դրա հետ։ Հաջորդականությունում կա գեղեցկություն, նախ հուզական հայլի, ապա համարձակ նորացում։ Թվում է, թե նույնիսկ տիեզերքը սիրում է ճշգրիտ պահ եւ դրամատիկ մուտք։ Խոյ։ Արևը խոյում։ Նրանց համար, ովքեր ունեն արեգակ խոյում, այս վարդագույն լուսնի լիալուսինն ընկնում է հարաբերությունների առանցքի վրա, եւ այդ պատճառով պայծառ գիծը սկսվում է գրեթե անմիջապես դրանից հետո։ Կշերքի լուսինը լուսավորում է այն, ինչ ուրիշները արտացոլել են ձեզ շաբաթներ, գուցե նույնիսկ ամիսներ շարունակ։ Զուգընկերը, ընկերը, դաշնակիցը կամ նույնիսկ մրցակիցը կարող է բացահայտել ինչ-որ կարևոր բան, պարզապես բացահայտելով, թե ինչն այլևս չի աշխատում։ Լավ նորությունն այն է, որ սա ձեզ չի թուլացնում։ Ընդհակառակը, այն սրում է ձեզ։ Երբ լիալուսինը բացահայտում է, թե որտեղ է հավասարակշռությունը բացակայում, ապրիլը արագորեն դառնում է ձեր ամիսը ամեն ինչ նորից շարժելու համար։ Մարսը մտնում է խոյ ապրիլի 9-ին, Մերկուրին մտնում է խոյի նշան ապրիլի 14-ին, իսկ խոյի նորալուսինը ապրիլի 17-ին մերում է նոր անձնական սկզբի հազվագյուր զգացողություն։ Սա այն տեսակի աստղագուշակությունն է, որը կարծես ասում է. այո, այս գլուխը ուժասպառ էր։ Հիմա դադարեք այն անընդհատ կրկնելուց եւ շարունակեք։ Թեթևացումը գալիս է, քանի որ ձեր էներգիան վերադառնում է, ձեր բնազատները ուժեղանում են եւ ուրախությանը կրկին ավելի հեշտ է վստահել։ Լուսինը խոյում։ Խոյի համաստեղծությունում գտնված լուսին ունեցողների համար պայծառ շերտը սկսվում է ներսից, նախքան այն արտաքինից տեսելնի դառնալը։
Կշերքի լիալուսինները բարձրացնում են հուզական փոխադարձության թեման, եւ սա հատկապես կարեւոր է լուսնի կողմից կառավարվող ներքին աշխարհի համար։ Կշերք։ Արևը կշերքում։ Նրանց համար, ովքեր ունեն արեգակ կշերքում, այս լուսինը հատկապես անձնական է բառի իսկական իմաստով, քանի որ լիալուսինը տեղի է ունենում կշերքում։ Լիալուսինները ձեր սեփական նշանում հաճախ բերում են գիտակցության գագաթնակետ, հուզական անկեղծություն եւ մի պահ, երբ դուք այլևս չեք կարող անտեսել ինքներդ ձեզ։ Ձեր ներսում ինչ-որ բան այլևս չի ցանկանում իրեն փոքրացնել։ Ինչ-որ բան հոգնել է լուծման սպասելուց, քանի որ արեգակը գտնվում է խոյում, լուսնի հակառակ կողմում, հարաբերությունների թեման այստեղ իսկապես կարևոր է, բայց ավելի խորը ուղերձը վերաբերում է հարաբերությունների մեջ գտնվող անհատին։ Որտեղ եք չափազանց հարմարավետ զգացել ձեր սեփական առաջընթացի հաշվին։ Որտեղ եք անվճռականությունը անվանել բարություն։ Ապրիլի 1-ից հետո սկսվում է պայծառ շերտ, քանի որ ներքին ջեղքը այլևս չի կարող անտեսվել, ինչը նշանակում է, որ այն կարող է բուժվել։ Այնուհետև, ապրիլի 17-ին խոյում նորալուսինը նոր ցիկլ է սկսում գործընկերային հարցերում, ինչը նշանակում է, որ նոր պայմաններ, ավելի առողջ համաձայնություններ եւ ավելի անկեղծ կապեր կարող են սկսել արմատավորվել։ Այս լուսնից հետո վերադարձող կշերքի տարբերակը ավելի նուրբ է ուրիշների հետ, այո, բայց նաեւ շատ ավելի ամուր է իրենց հետ։ Լուսինը կշերքում։ Նրանց համար, ովքեր ունեն լուսին կշերքում, ազդեցությունը կլինի խորը, ինտուիտիվ եւ անմիջական։ Լիալուսինը նույն նշանում, ինչ ձեր ծննդյան լուսինը, կարող է այնպիսի զգացողություն առաջացնել, կարծես ձեր ներքին աշխարհը հանկարծակի սկսել է բարձրաձայն խոսել։ Այն զգացմունքները, որոնք դուք փորձել եք կազմակերպել մտքում, այլևս չեն կարող կոկիկ փաթեթավորվել։ Եվ հենց այդ պատճառով է, որ ամեն ինչ սկսում է փոխվել դեպի լավը։ Երկվորյակներ։ Արև երկվորյակների մեջ։ Նրանց համար, ովքեր ունեն արև երկվորյակների մեջ, լիալուսինը կշերքում աջակցող լուսնային շրջան է հարակից օդային նշանում, տալով դրան ավելի թեթև եւ ավելի հույսով լի երանգ։ Կշերքը վերակենդանացնում է ձեր ստեղծագործական, ռոմանտիկ եւ արտահայտիչ կողմը, ուստի ապրիլի 1-ից հետո շատ երկվորյակներ կարող են նկատել ուրախության, ոգեշնչման եւ հաղորդակցության հեշտության վերադարձ։ Սա այն ժամանակահատվածներից մեկն է, երբ կյանքը սկսում է ժպտալի պատասխան, ոչ թե այն պատճառով, որ բոլոր դժվարությունները անհետանում են, այլ այն պատճառով, որ ձեր հոգին կրկին հետաքրքրվում է դրանով։ Այնուհետև ապրիլի վերջը լրացուցիչ խթան է տալիս։ Վեներան մտնում է երկվորյակների մեջ ապրիլի 24-ին, որին անմիջապես հաջորդում է Ուրանը ապրիլի 25-ին։ Այս համադրությունը կարող է թվալ հմայքի վերադարձ, ավելի թարմ գաղափարներ, ավելի հետաքրքիր հրավերներ եւ ուրախության, կապի ու հնարավորությունների ավելի ուժեղ ախորժակ։ Եթե տարվա սկիզբը զգացվել է մտավոր լարված կամ հուզականորեն միապաղաղ, այս տեղաշարժը կարող է թվալ երկար ժամանակ փակված պատուհանի նման, որը վերջապես պայթել է։ Պայծառ շերտ է սկսում, քանի որ ձեր բնական փայլը կրկին շնչելու տեղ է ստանում, եւ երբ երկվորյակները կրկին հետաքրքրասեր են դառնում, ամբողջ մթնոլորտը փոխվում է։ Լուսինը երկվորյակների մեջ։ Լուսինը երկվորյակների մեջ ունեցողների համար բարելավումները տեղի են ունենում միաժամանակ եւ հուզական եւ սոցիալական մակարդակներում։ Կշերքները խոսում են ձեր լեզվով, քանի որ նրանք գնահատում են կապը, երկխոսությունը, նրգեղությունը եւ հեռանկարը, որոնք բոլորն էլ օգնում են երկվորյակների մեջ գտնվող լուսնին զգալ կենթանի, այլ ոչ թե սահմանափակված։ Ջրհոս։ Արևը ջրհոսում։ Նրանց համար, ովքեր ունեն արևը ջրհոսում, կշերքի լիալուսինը ներդաշնակ եռանկյուն է կազմում, որն ավելի հաճախ է դռներ բացում, քան փակում։ Այս լուսինը կարող է առաջընթաց բերել հեռանկարի, ճանապարհորդության, ուսման, դասավանդման, հրատարակչության կամ պարզապես ձեր ապագան ներկայիս պատկերացնելու հարցում։ Դժվար մտավոր ցիկլը կարող է վերջապես թուլացնել իր կապանքները։ Ճշմարտությունը, որը հիմա է գալիս, ազատագրող է, քանի որ առջևի ճանապարհը հանկարծ ավելի լայն է թվում։ Եվ ապրիլի վերջին շարժումները նույնիսկ ավելի օգնական են։ Խոյի ակտիվությունը բարելավում է հաղորդակցությունն ու շարժումը, իսկ Վեներան, որը մտնում է երկվորյակների մեջ ապրիլի 24-ին, եւ Ուրանը, որը մտնում է երկվորյակների մեջ ապրիլի 25-ին, կենթանացնում են ուրախության, ստեղծագործականության, սիրավեպի եւ անձնական արտահայտման հետ կապված ծանոթ օդային տարածքը։ Սա հատկապես լավ է ջրհոսների համար, ովքեր չափազանց երկար ժամանակ խրված են եղել անվերջ խնդիրներ լուծելու ռեժիմում։ Պայծառ շերտ է սկսում, քանի որ կյանքը կրկին հետաքրքիր է դառնում, եւ ջրհոսի համար կյանքի նկատմամբ երանգը հաճախ առաջին նշանն է, որ հույսը վերադարձել է։ Դուք ոչ միայն վերականգնում եք ձեր լավատեսությունը, այլև վերականգնում եք ձեր ոգեշնչումը։ Լուսինը ջրհոսում։ Նրանց համար, ովքեր լուսին ունեն ջրհոսում, այս տեղաշարժը զգացմունքային է, բայց նաեւ փիլիսոփայական։
Կշեռքում լիալուսնի էներգիան օգնում է ձեզ հեռանալ զգացմունքային քաոսից եւ տեսնել ավելի լայն պատկերը։ Միայն սա կարող է բուժիչ լինել։